Դեկտեմբերի 22-ին ժամը 11:35-ի սահմաններում Սևան Մարտունի գետապ ճանապարհին ջրային պարեկները կանգնեցրել են Նորատուս գյուղի բնակչի վարած Opel Magnish-ի ավտոմեքենան։ Մեքենայի սրահից և բեռնախցիկից հայտնաբերվել է 500 հատ 155 կգ ընդհանուր քաշով սիկ տեսակի ձուկ։ Վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Նույն օրը ժամը 21:50-ի սահմաններում ջրային պարեկները Սևանա լճի վրա ապօրինի ձկնկողության դեպք են բացահայտել։ Այս դեպքով հայտնաբերվել է 273 հատ 100 կգ ընդհանուր քաշով սիկ տեսակի ձուկ։ Դեկտեմբերի 23-ին ժամը 8:10-ի սահմաններում Սևան Մարտունի գետապ ճանապարհի 58-րդ կիլոմետրին Գեղարքունիքի մարզիկ ու Մարտակի պարեկները կանգնեցրել են Կարմիր գյուղի բնակչի վարած ՎԱԶ 2107-ը։ Ստուգման մեքենայի սրահից հայտնաբերվել է 155 հատ 62.7 կգ ընդհանուր քաշով սիկ տեսակի ձուկ։ Տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։ Նույն օրը 9:50-ի սահմաններում Երևան-Սևան Իջևան ճանապարհի 57-րդ կիլոմետրին Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են Սևանի բնակչի վարած ՎԱԶ 2107-ը։ Բեռնախցիկից հայտնաբերվել է 30 հատ 11.6 կգ ընդհանուր քաշով սիկ տեսակի ձուկ։ Վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ժամանակակից աշխարհում կինը վարում է դինամիկ կյանք, համատեղում աշխատանքը, ընտանիքը, հաճախ ամենօրյա հոգսաշատ առօրյայում բախվելով այդ ամենը հավասարակշռելու եւ սեփական մարմնի ու առողջության մասին հոգ տանելու անհրաժեշտությանը։ Այդ մարտահրավերներն առավել ընդգծված են, երբ կինը ծառայում է, իր վրա կրելով կրկնակի պատասխանատվություն։ Այդ համատեքստում ներքին գործերի նախարարությունը կարևորում է արտաքին ծառայություն իրականացնող կանանց ֆիզիկական եւ հոգեբանական առողջության պատշաճ պահպանումը։ Դեկտեմբերի 23-ին Ուիգմորը կանանց համար կրթական նախաձեռնության շրջանակում շուրջ 25 կին պարեկներ հանդիպել են Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի մասնագետների հետ քննարկելու կանխարգելիչ բժշկական հետազոտությունների եւ տարեկան պարտադիր սկրինինգների կարեւորությունը։ Հանդիպմանը մասնակցել եւ կին պարեկների հարցերին պատասխանել են Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը եւ ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու Սարուհի Գրիգորյանը։ Պարբերաբար կազմակերպում են կրթական տարբեր ծրագրեր կանանց համար, որպեսզի իրենց առողջությանը ել ավելի հետևողական լինեն։ Ինչու են կարևոր պրոֆիլակտիկ հետազոտությունները, քանի որ կանայք տարին մեկ անգամ հետազոտվելով կարող են կանխել շատ կարևոր խնդիրներ։ Կրթական ծրագրերի նպատակը այն է, որպեսզի կինը հետևի իր առողջությանը եւ ժամանակին հետազոտվի։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կանանց առողջությանը վերաբերող առանցքային թեմաների, շեշտադրվել առողջ ապրելակերպի կարևորությունը, ինչպես նաև բժշկական խորհրդատվությունների եւ անհրաժեշտ հետազոտությունների պարբերական անցկացումը։ Հանդիպումը ոչ միայն տեղեկատվական, այլև ինտերակտիվ հարթակ էր, որի միջոցով կին պարեկները հնարավորություն ունեցան ձևավորելու սեփական առողջության պահպանման նոր մշակույթ։ Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունները մարդու դեմ ուղղված ծանրագույն եւ վտանգավոր հանցատեսակներից են, որոնք ոչ միայն մարդկային կյանքեր են խլում, այլև խաթարում հասարակական կարգն ու անվտանգությունը, առաջ բերելով հանրային հնչեղություն եւ խիստ գործիքակազմով վերահսկողության անհրաժեշտություն։ Հանրային անվտանգության ապահովման հանձնառությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության 4 հենասյունային ծառայությունների, համայնքային եւ քրեական ոստիկանությունների, բարեկային ծառայության եւ ոստիկանության գվարդիայի ստորաբաժանումները 24/7 ռեժիմով իրականացնում են ապօրինի զենգզինամթերքի հայտնաբերման հետևողական աշխատանք։ Համայնքային ոստիկանության ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից Երևանում եւ մարզերում արգրավվել, հայտնաբերել եւ բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ընդհանուր 1360 հրազեն։ Հանցավորության դեմ պայքարի մարտահրավերներին արդյունավետ հակազդելու նպատակով շարունակական աշխատանք է իրականացնում նաև քրեական ոստիկանությունը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 398 միավոր հրազեն։ Բարեկային ծառայության ստորաբաժանումների ծառայողները շուրջօրյա ծառայության ընթացքում ոչ միայն ապահովում են հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության անվտանգությունը, այլև հայտնաբերում են զենգզինամթերք, բացահայտում տարաբնույթ հանցագործություններ։ Հունվարի 1-ից դեկտեմբերի 9 ընկած ժամանակահատվածում բարեկային ծառայության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի կողմից հայտնաբերվել է 198 միավոր զենք։ Նոյեմբերի 1-ից գործում է ոստիկանության 4-րդ հենասյունային ուղղությունը։ Ոստիկանության գվարդիան պետության անվտանգության համակարգում բացելով նոր էջ։ Պատասխանատու լինելով հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման համար գվարդիայի ծառայողները մեկամսյա ծառայության ընթացքում արդեն հայտնաբերել են ապօրինի պահվող զենգզինամթերքի 5 դեպք։
Միաժամանակ առգրավվել, հայտնաբերվել եւ կամավոր հանձնվել է տարբեր տրամաչափի 74844 փամփուշտ, 223 միավոր սառը զենք, 605 նեռնակ, 424 նեռնակի պայթուցիչ, 90 արկ, 273 պայթուցիկ սարք, 208 պայթուցիկ նյութ եւ 11293 միավոր այլ ռազմամթերք։ Ոստիկանությունը հիշեցնում է, ապօրինի պահվող զենգզինամթերքը կամավոր հանձնողը ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Ներքին գործերի նախարարությունը հետևողականորեն շարունակելու է ապօրինի պահվող զենգզինամթերքի հայտնաբերման գործընթացը քաղաքացիների համար ապահովելով առավել անվտանգ միջավայր։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։